երբ որ 44 օրյա պատերազմի մասին են ասում, ինձ համար գալիս են կադրերի նման այդ բղձավանջային օրերը։ Գիշերները քնելը դարձել էր մեզ համար ուղղակի հեքիաթային մի բան, այսինքն ցանկություն, հրաշք, մենք գողանում ենք մենք մեզանից 1-2 ժամ, որպեսզի քնենք, հանգստանանք, որովհետև բժիշկը պիտի լինի թարմ, բժիշկը պետք է լինի քնած, կոպիտը իհարկե ասում դա, եւ որպեսզի կարողանա ճիշտ օգնել տուժածին կամ բուժառուին։ Հիմա դուք հիշեցրեցիք այդ օրերը, ես հետ գնացի եւ ամբողջ նորից վերհիշեցի, իսկապես մեզ համար ծանր օրեր էին։ Ծանր օրեր եւ ամբողջ հանրապետության բուժ աշխատողների համար, բժիշկների համար, կարծում եմ ամբողջ հանրապետության համար, թե հոգեբանական, ինչու՞ չէ նաեւ տեսական առումով։ Մենք ունեցանք շատ տուժածներ, մոտորապես 125-130 տուժածներ, այսինքն երբ որ պատերազմը արդեն մեծ կինետիկ էներգիայով է պատերազմ լինում, հրկիզ ող արկեր են լինում, այդ դեպքում այրվածքներով տուժածներ, բուժառուներ շատ են լինում։